Եվ այսպես ուշադրություն մենք հայտնել ենք, թե ինչպես կարելի էր գտնել Տիգրանի հետքը։ Մենք ասել ենք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական արբանյակը, որը Իլոն Մասկի ընկերությունից ենք մենք գնել, եւ այդ արբանյակը հենց նկարահանման համար է ստեղծված, որ երկնքից Հայաստանի Հանրապետությունը կարողանա իր սահմանները տեսնել, թե ինչ է կատարվում սահմաններին, եւ եթե կարելի է վերևից տեսնել ինչ-որ մի բան, ապա կարելի է վերևից տեսնել նաեւ հայկական գյուղերը, քաղաքները եւ այդ գյուղերում թե ինչ է կատարվում։ Իհարկե կան տարբեր արբանյակներ, Հայաստանի ունեցած արբանյակով չես կարող տեսնել փոքր 2 տարեկան երեխայի շարժը, բայց կարող ես տեսնել գյուղի շարժը, մեքենաներ կան, մարդիկ եւ այլն, բայց այդքան էլ պարզ չես տեսնի։ Պարզ տեսնելու համար Հայաստանի Հանրապետությունը պետքա դիմեր Միացյալ Նահանգներին խնդրանքով, որ այսինչ օրվա, այսինչ ժամի արբանյակային տեսագրությունները պետք են իրավապահներին երեխային գտնելու համար։ Դա պետքա լինի պաշտոնական ուղերձ կամ պաշտոնական դիմում այդ կազմակերպություններին, որոնք ունեն արբանյակներ եւ այդ արբանյակների ինֆորմացիան փոխանցեն, այսինքն դա ռազմական տեղեկատվություն չի, դա փրկարարական տեղեկատվություն է, որը չենք կարծում, թե կմերժեն, բայց կա այսպեսի մի բան 50-50 կամ ցույց կտա կամ ցույց չի տա, որտեղ արբանյակը այդքան էլ լավ պատկեր չի կարող ուղարկել շատ մոտիկից, որ դու կարողանաս տեսնես, թե երեխան որտեղից որտեղ է գնում, բայց միևնույն ժամանակ կարող ես որևէ բան տեսնել, երեխայի շարժը, ծնողների շարժը, որ ով ուր գնաց, միգուցե երեխային չկարողանանք տեսնել, բայց տեսնենք ինչ-որ կասկածելի մարդկանց, կասկածելի մեքենաների, եւ իրականում այս հնարավորությունը կար դիմելու եւ ստանալ տեղեկատվություն, նույնիսկ կարայինք չստանանք, ուղղակի գոնե դիմեինք, հիմա կստանանք, թե չենք ստանա, ստանանք բնականաբար հրաշալի կլիներ, չստանանք, գոնե կիմանանք, որ դիմեցինք, մերժեցին ու եւ կշարունակվեր աշխատանքները, միևնույնն է այդ աշխատանքներին հաստատ չէր խանգարելու, այլ տալու էր ավելի մեծ հնարավորություն երեխայի հետքը գտնելու համար։ Մասնագետներին պետքա դիմեին հասկանալու համար, թե ինչքանով է հնարավոր այս մեթոդով գտնել երեխային, արդյոք արբանյակային տեսագրությունները կարելի է այնքան մեծացնել, զում անել, որպեսզի նորմալ պատկեր ստանաս ու կարողանաս փոքր երեխային նկատել, բայց տան պատկերը կլիներ, մեքենաների պատկերը կլիներ, մարդկանց պատկերը եւս կլիներ եւ երեխայի պատկերը միգուցե կարողանային գտնել, ինչ-որ կետ էր ցույց տալու եւ երևի թե կետը լինելու էր հենց երեխան։ Արդեն անցել է 11 օր, հիմա չգիտենք հնարավոր է թե հնարավոր չի, բայց մենք նաեւ գիտենք մի բան, որ այս թեմայով եւս խոսակցություններ եղել են եւ միգուցե սա եղել է այդքան էլ ոչ իրատեսական ձևաչափ եւ դրա համար չեն դիմել, բայց մենք համացանցում ընտրեցինք այս տեղեկատվությունների եւ այս թեմայի վերաբերյալ տարբեր կարծիքներ, նաև հարցրեցինք արհեստական բանականությանը սրա հնարավորության մասին ու արհեստական բանականությունը ասաց, որ այո դա հնարավոր է, բայց պետք է Հայաստանի կառավարությունը դիմի միջազգային գործընկերներին, որպեսզի ստանա արբանյակային լավ արբանյակների փոխանցած տեղեկատվություն, այսինքն մեր արբանյակը այդքան էլ հզոր չի, որ կարողանաս այնքան մեծացնես, զում անես երկիր մոլորակի վրա, որ երեխայի շարժը տեսնես, բայց կան արբանյակներ, որոնք այդ հնարավորությունը տալիս են։ Եվ այսպես ուշադրություն ներքին գործերի նախարարության աշխատակիցները հայտնում են հետևյալը, որ գլխավոր վարկածը մնում է այն, որ երեխան ընկել է գետը։ Երեխային գողանալու առնչությամբ իհարկե քննություն իրականացվել է, հարցաքննվել են գյուղի բոլոր բնակիչները, հարցաքննվել են գյուղ մտած բոլոր անձինք, հարցաքննվել են այն մեքենաների վարորդները, որոնք մտել են գյուղից դուրս են եկել, ու զարկվել է բոլորի տները, բոլորի մեքենաները։ Եվ բնականաբար, քանի որ երեխան չկա, ստացվում է, որ երեխան չի գտնվել, երեխայի մասին տեղեկատվություն չի եղել կասկածելի, որ կարելի է ենթադրել, որ նրան գողացել են։ Ընտանիքի անդամները համակարծիք չեն իրավապահների եւ փրկարարների հետ,
նրանք ասում են, որ ընկել է գետը, ընտանիքի անդամները ամենաառաջին իսկ օրվանից հայտնում են, որ երեխային առևանգել են։ Եթե գետն է ընկել, ապա 11 օր շարունակ ոչ մի կոշիկ, ոչ մի հագուստ, առավել եւս երեխայի մարմինը գետից դուրս չի բերվել։ Բայց նաեւ հասկանում ենք, որ շատ բարդ է, գետը բավականին վարար գետ է, շատ վարար գետ է եւ աշխատանքներ այնտեղ իրականացվում են առավոտվանից մինչև ուշ գիշեր եւ բնականաբար արդյունքը, որ երեխան պետքա գտնվեր, չկա։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցը հայտնեց հետեւյալը, որ շատ մարդիկ են տարվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության նպատակով եւ հենց այդ կասկածները, որ երեխային առևանգել են, այդ կասկածների հիման վրա մարդիկ տարվել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննությունները իրականացվել հարյուրավոր մարդկանց հետ եւ արդյունք չկա, իսկ իրանք եթե մի գրամ կասկած ունենային ինչ-որ մեկի վրա, նախ այդ մեկը արդեն կլներ ճաղերի հետևում եւ հետո այդ մեկը արդեն իսկ բացահայտած կլիներ երեխայի հետքը, չկա երեխան, չկա որևէ ուրիշ վարկածներ, կամ երեխան առևանգվել է, կամ երեխան ընկել է գետը, բայց այստեղ կա նաեւ այլ վարկածներ, իհարկե դրանք եւս իրավապահների եւ փրկարար ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են, որ երեխան ինչ-որ մի հոս է ընկել, հոր է ընկել կամ նման ինչ-որտեղ, բայց էդ էլ են ամբողջությամբ ստուգել եւ առաջին իսկ օրվանից նրանք ասում են, որ երեխան ընկել է գետը, ծնողներն ասում են, որ ոչ նրան առևանգել են, ծնողները գնացին Սուրբ Հովհաննես մատուռ իրենց խնդրանքը առաստված ուղղելու, հույս ունենք, որ մի հրաշք կլինի եւ երեխան չի գտնվի գետից, այլ ինչ-որ մեկը նրան առևանգած կլինի եւ դա կբացահայտվի եւ բնականաբար ողջ առողջ նա կվերադառնա տուն։ Բայց եթե նույնիսկ իրականում երեխան ընկել է գետը, կցանկանայինք, որ ավելի շուտ կարողանա նրան գետից դուրս բերեն։ Աշխատանքները ամենօրյա ռեժիմով տարվում են, փրկարար ծառայությունը փայլուն աշխատանք է կատարում, ոստիկանությունը փայլուն աշխատանք է կատարում։ Պետք է այս մարդկանց անընդհատ ասել շնորհակալություն, որովհետև Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր, միգուցե դրանից առաջ չի եղել նման դեպք, որ այս մասշտաբի մարդիկ հավաքվեն ու ընդամենը մեկ երեխայի հետևից գնան հարյուրավոր ոստիկաններ, հազարավոր փրկարարներ եւ դրան ավելացված հազարավոր կամավորներ։ Եվ սա հպարտանալու տեղիք է տալիս, մեր ազգով ենք մենք հպարտանում, որ մարդկանց նեղությանը այսպես հասնում է թե պետությունը, թե հասարակ քաղաքացին եւ պետությունը հասարակ քաղաքացու հետ համագործակցում է հանուն ուժած քաղաքացու։ Եվ այս շատ սարսափելի ծանր դեպքի միակ պլյուսը, միակ դրական կողմը մեր հայ ազգի միասնությունն է, որը թող երբեք այլևս չթուլանա։ Մարդիկ լինեն միշտ միասնական, անկախ քաղաքական հայացքներից։